եւ հիմա ինքը այդ իր որոշում մեկնաբանում է որպես հանուն Գյումրի, այսինքն ստացվում է որ Մարտուն Գրիգորյանը հրեշից դևից փրկել է Գյումրին, բայց հիմա ինքը հանձնում է Գյումրին դևին, հա, իր տեքստում։ Չափազանց հակասական վիճակ է ստեղծվել, բարդ վիճակ է ստեղծվել բոլորի համար, որովհետև դեռևս քաղաքականություն չձևավորած բոլոր կողմերը միմյանց արդեն թույլատրել են։ Իրականում նրանք բոլորը ոչ թե ուժեղացրել են միմյանց, այլ թույլատրել են, որովհետև Մարտուն Գրիգորյանը իսկապես ճիշտ է ասում, չի ստանձնել պատասխանատվություն դրա համար, ինքը վնասել է ինքը իրեն, իր հեղինակությունը թույլատրել է ինքը իրեն Գյումրիում եւ նույնիսկ հետագա զարգացումներում իր կշիռը, այսպես ասած, հաստատապես դրանից չի շահելու։ Նաև մյուս կողմից Վարդան Ղուկասյանը ըստ էության հայտնվել է մազից կախված վիճակում մի կողմից Մարտուն Գրիգորյանից եւ Մարտուն Գրիգորյանի քաղաքական թիմից, որի գլխավերևում Սերժ Սարգսյանն է, Հանրապետական կուսակցությունը, եւ մյուս կողմից Վարդան Ղուկասյանը ինքը անձնապես եւ ընտանիքի իր անդամների առումով ասում է բազմաթիվ կրիմինալ պատմություններով եւ այս առումով չափազանց խոցելի է հենց իշխանության եւ իրավապահ մարմինների ներկայ,